Դժվել է եղանակը աշխարհի տարբեր կողմերում՝ Կոլումբիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մադագասկարում։ Գեզանի կոչվող արևադարձային ցիկլոնը ավերել է Մադագասկարի արևելյան ափը, արմատախիլ անելով հսկայական ծառեր։ Ջուրը ծածկել է բնակելի թաղամասեր։ Փրկարարները չեն հասցնում փողոցներից հեռացնել տապալված հաստաբուն ծառերը, տանիքների բեկորները։ Ուժեղ քամին նոր բաներ է պոկում ու շպրտում փողոց։ Մադագասկարում արդեն 9 մարդ է զոհվել, 19 վիրավորվել փլուզումների պատճառով։ 1994 թվականից հետո սա համարվում է ամենաավերիչ փոթորիկը Մադագասկարում։ Տեղատարապ անձրևների հետևանքով վարարել են Կոլումբիայի գետերը։ Հյուսիսային Մոնտերիա քաղաքի գրեթե կեսը ջրի տակ է անցել։ Հազարավոր ընտանիքներ տարհանվել են, որ ջրի հոսքի զոհ չդառնան։ Մոնտերիայում պարետային ժամ է հայտարարվել։ Բնակիչները չեն կարող մի տեղից մյուսը գնալ առանց փչովի ներքնակների, փայտե տախտակների։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ուղղաթիռից հետևել է իրավիճակին ջրհեղեղից տուժած շրջաններում։ Կոլումբիայի աղետալի ջրհեղեղի զոհ է դարձել 14 մարդ, հազարավոր ընտանիքներ մնացել են անտուն։ Պորտուգալիայում բնակիչների գլխին պատուհասել են սողանքները։ Լիսաբոնից մոտ 15 կիլոմետր հարավ Կոստա դա Կապարիկա կոչվող ծովափնյա քաղաքն է շատ տուժել շաբաթներ շարունակ չդադարող հորդառատ անձրևներից։ Ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ նույնիսկ բազմաբնակարան շենքերն են վնասվել։ Ցեխի ու ջրի տակ են մնացել բազմաթիվ մեքենաներ, փլուզվել են ճանապարհներ։